Մենք ոչ մեկին չենք վախեցնում, մենք մտքեր ենք փոխանակում մեր հանրության հետ։ Ինչ վերաբերում է դուք, ձեր քվեարկությունը գաղտնի է, եւ դուք քվեարկության օրը գիտեմ, թե ում օգտին կքվեարկեք, դուք կքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին։ Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետեւ վաղվանից կկտրվի ձեր ֆինանսավորումը։ Իսկ երբ որ չքվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, էլի կտրվելու է ձեր ֆինանսավորումը, չեմ սպառնում, որովհետեւ ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ, որովհետեւ ձեր նման լրագրող պետք չի լինելու Հայաստանի Հանրապետությունում, ասենք դուք գործազուրկ եք լինելու, դուք չեք կարող, չեմ սպառնում ես, այսինքն դուք դա ինձնից լավ գիտեք, դուք լրագրող եք, գիտեք ինչի եք դուք հիմա աշխատանք ունեք։ Չէ, 15 տարի, այդ կներեք Ռուբիկ Հակոբյանը, չէր կներեք, ինչ էր տեղի ունեցել ձեզ այդ, չի եղել ձեզ այդ տենց բան, երբ է եղել դա։ Բավոր ասում եք, այդ ինչ է եղել։ Կներեք ձեր ծնոտին հագցրել էին, այդ էր եղել։ Հա, օքեյ, ուրեմն իրա գլուխը պատինա տվել, բայց որ խոսում եք, այդ որ հերթով գնում եք գրում, իսկ ինչ ա եղել, դուք ելնում եք այն իրողությունից, որ ոչ մեկ ոչի բան չի հիշում, հա, ոչ մեկ ոչի բան չի հիշում, եսա հերթով կասեք կգնաք կգրեք, ինչ ա եղել, ամեն բրիֆինգին կասեմ, ում լրատվամիջոցի հետ ինչ ա եղել, երկրորդը, դուք հիմա լրագրող եք աշխատում, աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև այն մարդիկ, ովքեր ձեզ ֆինանսավորում են, իրանց պետք է դուք, որ գաք ես միկրոֆոնի տակ կանգնեք, ասենք դոշ ծեծելով ասեք, ման, ինչքան վիրավորական, ինչքան կներեք բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն, որ դուք կանգնեք, իրանք էլ ասեն, տեսեք, ինչ թույլ է, ծնոտին չտվեց, բայց ասում եմ, իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ է։ Երբ որ ես վարչապետ չլնեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Ոնց որ 2000 չգիտեմ որ թվին եկել էին առավոտի խմբագրությունում ԱԱՑ-ից եկել էին համակարգիչները հավաքել տարել, որովհետև այդ իրանք էին տվել, պարզվեց համակարգիչները։ Գալու են ձեր հեռախոսը ժամացույցն են ձեռներիցդ հանելու, որ պահին ես վարչապետ գոնե գնահատեք։